Այս մարդն է, Տիգրանն է անունը, անձնական շորով էր, դաժե вообще ֆորմով էր չէր։ Ես այսքան էլ չէի ուզում իրանց հետ խոսայի, որովհետև չգիտեի ինքը ինչ պաշտոնյա է։ Մինչև իրան ներկայացրեց, ասի ախպերս ես էլ եմ ուրախ, բայց ասեք ես ինչ օրենք եմ խախտում արել, որ ես էլ գամ։ Իրանցի 30-ամյա Հոսեյն Սոտուդեգանին ստիպված էր այսօր ներքին գործերի նախարարություն ներկայանալ։ Պնդում է, նախորդին Տիգրան անունով ներկայացած մի ոստիկան մոտեցել էր իրեն Իրանի դեսպանատան մոտ անցկացվող ցույցի ժամանակ ու բաժին հրավիրել։ Այսօր օրվա կեսին զանգել, թե տեղում չեմ, հետո կգաս։ Փաստաբանը ինձ նորից զանգեց, ասում են իրան զանգել են ոնց որ դուրս են հետում 3 շաբթի կամ 2 շաբթի օր է էլի։ Իզուր հասար էստեղ։ Իզուր հասանք էստեղ, սաղ գործերից թողեցի, այսօր եկել եմ էստեղ։ Ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում, ինչու է ոստիկանությունը հետաքրքրվում իրանցի ցուցարարներով, որ հայրենիքում անցած տարեվերջին սկսված բողոքի ցույցերից հետո ամեն օր հավաքվում են դեսպանատան մոտ։ Երևանում արդեն 7 տարի բնակվող իրանցին պնդում է, ինքը օրենք չի խախտել, ավելին ոստիկանությունն է կարգը խախտելով առանց ծանուցման իրեն բաժին հրավիրում։ 100 անգամ ասել եմ գերավոր բան ղերքեք, որ ես իմանամ ինչ մեղք ունեմ, որ կամ։ Հետո ինձ ասում է դու ինձ ասում ես հիվանդ ես, պարկացես, չես կարող գաս, բայց գալիս ես սուիսի տեղ։ Ասում եմ հա, ես իրանց Արունին երթում եմ գերել, որ ամեն օր գամ այստեղ, չեմ կարող այդ հրաժարվեմ։ Իրանում բռնկված բողոքի ցույցերից հետո ըստ իրավապաշտպանների վարչակազմը տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել։ Այս բռնությունները դադարեցնելու պահանջով ցույցեր են աշխարհով մեկ, սակայն հայաստանաբնակ իրանցիները պնդում են, իրավապահներից ցույցերը դադարեցնելու հորդորներ ու անգամ սպառնալիքներ են ստանում։ Դե ես որ ուրիշ տեղերից իմացել եմ, իրանց գանչում են այստեղ սպառնալ են, սպառնում են, որ չեն տան մասնակցեն այդ սույսի մեջ։ Քանի օր է սրված է իրավիճակը դեսպանատան մոտ, ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքվել անմիջապես շենքի առջև, պատճառաբանելով անվտանգությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը։ 2 օր ամեթել Հայաստան։ 3 հերթական ակցիայի ժամանակ ցուցարարները նկարահանել էին ոստիկաններին, նրանցից մեկը քաղաքացիական հագուստով զրույցի էր բռնվել, ցուցումներ տվել ու հարցրել, թե ինչու է նրանցից մեկը ալկոհոլի ազդեցության տակ ներկայացել ցույցի, այն դեպքում, երբ ցուցարարը որևէ կարգ չէր խախտել։ Ես քեզ բան ասեցի, չէ՞։ Ես քեզ բան ասի, չէ՞։ Երեք եկել է մեր սույսի տեղ, նենց այդպես խոսում, ոնց որ չգիտեմ քուչացի տեղա ելնի, զերերը ջեբից է թանի, նորմալ կայնի հետ եմ խոսում, սենց սկսել հետս խոսա։ Ասում եմ ախպեր, ես քաղաքացի չեմ, բայց պարսիկ ժողովուրդ եմ։ Խի ես իմ հետ սենց խոսում, խի եք իմ հետ սենց վերաբերում, ես ինչ եմ արել։ Իրանցիները պնդում են, իրենք իրավապահների թիրախում հայտնվեցին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունից հետո, թե Թեհրանում տպավորություն ունեն, որ Հայաստանը վերածվում է հակաիրանական ուժերի կենտրոնի։ Վարչապետ Փաշինյանը հերքել էր այդ պնդումները, միաժամանակ հավաստիացրել, թե Հայաստանում բոլորն ունեն ազատ կամ արտահայտման իրավունք։ Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Չնայած այդ հավաստիացումներին Հոսեյնով ու ընկերներով հետաքրքրվում է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Օրեր առաջ մի քանի իրանցիներ Ազատությանը պատմել էին, որ իրենց կանչել են ծառայությունը հորդորել չմասնակցել ցույցերին, թե չեք ուղարկեն հետ բախումների ու սպանությունների կիզակետում հայտնված հայրենիք։ ԱԱԾ-ն չէր հերքել, որ իրանցիներին կանչել էր հարցումների, բայց հստակ չէր պարզաբանել ինչու ու ինչ հիմնավորմամբ։ Ազատության հարցմանի պատասխան գրել էին, որ հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված հակահետախուզական և հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում։ Օրենքին, որին հողում է անում ազգային անվտանգության ծառայությունը, հարցումներ իրականացվում են կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու դեպքում։ Այս հիմքերից որով են իրանցիներին ծառայություն կանչել, ազգային անվտանգության ծառայությունից այդպես էլ չէին հստակեցրել։